Հայաստանի հետ հարաբերություններում հատկապես այդ մասով ինչ ռիսկեր են առաջանում։ Ես տեսնում եմ սոցիալ-ցանցերում շատ ոգևորված են, շատ քիչ թե շատ մարդկանց, բայց շատ ռիսկային է, եթե Իրանի վիճակը սերվի եւ անկայունությունը երկարանա իր Հայաստանի վրա էլ ազդում, Հայաստանի անվտանգությունը կապված է Իրանի անվտանգությունը, Իրանի անվտանգությունը կապված է Հայաստանի անվտանգությունը, եթե դարաշրջանում անկայունություն լինի, բոլոր երկիրների վրա կազդի, եթե բան չի շատ բարձ բան է, եւ Իրանը քանի տարի վերջին տարիներ միշտ հանդես է եղել զեսպող ուժ Հայաստանի թշնամիների համար դարաշրջանում, շատ ժամանակներ կարմիր գիծ էր համարել Զանգեզուրի միջանցքի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնաիշխանությունը, այդ ուժային բալանսը եթե խախտվի նորից դարաշրջանում Իրանը թույլանա Հայաստանը կգործենի մի աջակցող երկիր, հարևան երկիր, որը կարա շատ օգնի այդ դիմադրելու, այդ ուժային բալանսը կարգավորելու դարաշրջանում։ Հասկանալի է, Իրանը Հայաստանի համար եւ Հայաստանն էլ Իրանի համար կարևոր պատուհան է։ Նկատի ունեմ Մեղրին, որի մասին շատ բաներ են խոսում հիմա, բայց գամ թրիպի ծրագրի նկատմամբ կա որոշակի ընկալում Իրանում։ Երկու բան կա Իրանում, գարզիկ կա, մեկ պետական է, որ շեֆումներ ունեն Հայաստանի գործընկերների հետ եւ օբյեկտիվ դեղեկատվություն են ստանում, ինչ է կատարվում, վերջերս Իրանի արտգործնախարարը Հայաստանում էր, հենց թրիպի մասին դեղեկատվություններ ստացավ, որովհետեւ թարմ ինֆորմացիաներ, որովհետեւ այն ժամանակ հələ շատ մանրամասները բարձ չէր, բայց հիմա շատ մանրամասները բարձ են եւ Իրանի կողմը դաժե այդ ժամանակահատվածում, որ ներսում այդքան խնդիրներ կա, տեսնում եք, որ Իրանի փոխգործնախարարը, արտաքին գործերի նախարարը Հայաստանում էր եւ փորձում էր այդ թրիպի մասին դեղեկատվություն ստանալ։ Երկրորդ գարզիկը Իրանում, Իրանի որ առաջնորդի խորհրդականի կողմից եւ այլ մոդիկ անձերի եւ Լարեջանի չէ, Վելայաթի Վալոն Վելայաթի կողմից, որը ինքը ասում է, որ չի վստահում, ոչ թե Հայաստանին չի վստահում, այլ այդ համաձայնությունը ունի 3 կողմ, մյուս կողմերին չի վստահում եւ ինքը ասում է, որ իր կարծիքը, որ դա երկարաժամկետ ծրագիր է, սկզբից տնտեսական ծրագիրով մուտք են գործում դարաշրջանում, հետո վրացնում է երկարաժամկետ վրացնում է անվտանգային եւ ռազմական ներկայացություն եւ դա ասում է, որ պատմությունը ցույց է տվել, որ միշտ Միացյալ Նահանգները այդպեսի գործել տարբեր դարաշրջանում, սկզբից խաղաղ ծրագիրներով, տնտեսական ծրագիրներով աջակցելով, հետո վրացվել է ռազմական։ Լավ, հիմա գանք այս օրերի այդ բուրըն իրադարձություններին, ինչ սցենար է հավանական համարվում հիմա։ Կամ հանգուցալուծման բանալին որտեղ է։ Պետք է տեսնել, եթե Միացյալ Նահանգները հարձակում չկատարվի, ներսում քիչ-քիչ այդ բողոքի այդ բախումները կնվազեն եւ այն ժամանակ է, որ ժողովուրդը եւ կառավարությունը պետք է խնդիրները լուծեն, որովհետեւ արդեն կենտրոնական բանկի կառավարությունը ինչ որ նախաձեռնություն է տեսել այդ տնտեսական խնդիրների համար, մեկ առաջինը կենտրոնական բանկի նախագահին փոխեց, հետո ինչ որ փաթեթներ ավելի թույլ խավերին ինչ որ գումարներ, փաթեթներ բան արեց, ծրագիրեց, որովհետեւ օգնի այդ խավերին, որովհետեւ խախտահարեն այդ տնտեսական ճգնաժամը իրանց մոտ եւ այլ միջոցառումներ, որը հիմա արվում է եւ փորձում են անել։ Պրոստը ամենի
ինչը դարվում է, որովհետեւ Իրանը ժամանակ չունենա, Իրանը ամեն ինչը սերում են ավելի փորձում են բախումներ մեծերեն եւ արտաքին միջամտություն անեն, որովհետեւ այդ ամեն ինչը Իրանը չի կարողանա այդ ամեն ինչից հաղթահարի եւ դուրս գա։ Իշխանափոխության հավանականությունը ինչպիսին է գնալ։ Իշխանափոխությունը բոլոր երկրում կարող է լինի, Իրանում էլ եթե այդ միջամտությունները շատ լինի, հնարավորություններ կան, հնարավոր է, բայց ամեն դեպքում հիմա այս պահին ավելի քիչացել է այդ հավանականությունը Իրանի արտաքին գործերի նախարարը ասաց երկրում արդեն ամեն ինչ վերահսկությունի տակ է եւ ժամանակ է այդ էմոցիաները մի քիչ էլ երիտասարդությունը ջղայնացություն ունեին, էմոցիա ունեին, քիչ-քիչ նվազում է եւ մնում են բայկարել այդ դարերի դեմ, որովհետեւ իրան զինված գործողություններ են անում հետո այն ժամանակ է որ մի քիչ խախանվի արդեն պետք է պետությունը կառավարությունը ժողովրդի հետ հաշտվի որովհետեւ իրենց տնտեսական խնդիրները լուծի շատ բարդ է իրավիճակում Իրանի վիճակը ինչպես ասացի ես սկզբում համ ներքին համ արտաքին թշնամիի դեմ է բայկարում եւ շատ հնանավոր է իրեն պլան ունեն Իրանին Սիրիացնել եւ Լիբիացնել եւ շատ դա է շատ մեծ վտանգ որ ներսում դենց երկարաժամկետ բախումներ լինի եւ անկայունություններ լինի Եվ վերջինը Իրանի շահի որդին որը հիմա ակտիվացել է ինչ հնարան ունի երկրիներ Շատ մեծ չի, իհարկե իրեն շատ քիչ են, բայց շատ մեծ զայներով, այսինքն զայնը շատ է, իրևում է որ շատ հետևորդներ ունի, բայց 92 միլիոնանոց ժողովրդին կարող է քանի միլիոն հետևորդներ ունենա, այդ էլ երիտասարդությունը, որ քանի տարի Իրանի դες հերոսային գերությունները դերսում օպոզիցիայի հերոսային գերությունները քանի տարի շատ գույնավոր են ցույց տալիս շահի ժամանակ է Իրանում այդ երիտասարդությունի մեջ նստել է որ այն ժամանակ դրախտ է եղել է Իրանը իհարկե շատ լավ բաներ եղել են ժամանակ բայց շատ վատ բաներ երևույթներ էլ շատ են եղել դենց չի եղել որ շատ գույնավոր լինի դա այդպեսի ցույց են տալիս արխիվից ֆիլմները եւ ցույց են տալիս բրանդ են արել այդ շահի որդին է որովհետեւ ինքը նստած է այնտեղ Ամերիկայում իր վիլայի մեջ իր սեփական դան մեջ եւ հրահանգում է իրանցիները գնան գերավեն, շենքեր գերավեն, դուրս կան զոհվեն, որովհետեւ ինքը կա նստի իշխանություն